Շատ լավ է, որ ամենավերջում տվեցիք խոսքը, պարոն Սաթը, որովհետև ես տենց կփորձեմ իմ կարծիքն եմ հայտնում, բնական է կարող եք համաձայն չլինել, բայց ողջունի խոսք ասող մեր գործընկերներից, օրինակ հնչեցվեց պարոն Խուշուձյանը, որ ասում է, որ նշեց, որ այո, բան ունենք, նվազում ունենք այդ դիրքերի, բայց համակարգային կոռուպցիա չկա, կարծում եմ գնահատականներ տալ այս փուլում առնվազն սխալ է, որովհետև հենց հիմա, որ եթե մենք սկսենք գնահատականներ տալ, միևնույն ժամանակ մեր գործընկեր Արդյունաբերողների միության փոխնախագահ պարոն Մարտիրոսյանը հստակ օրինակներ բերեց, որ կոռուպցիան դա զուտ քեշ փողով կաշառքը չի։ Կամ մենք ամենօրյա մեր կյանքում տեսնում ենք, որ հենց հիմա քարոզարշավի ընթացքում վարչական մարմնի ղեկավարը պետական մեքենայով գնում է քարոզարշավի համասնակցում։ Դա կոռուպցիա է, թե կոռուպցիա չի։ Եթե սկսենք անընդհատ նորից գնահատել այս ամեն ինչը, ոնց որ թե վերադառնում ենք այն տարիներին, որի դեմ սկսվել էր պայքարը։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր հասարակական սեկտորի գործընկերներին, որտեղ ինքս որպես տենց երկար ժամանակ փորձ ունեցող մարդ հասարակական սեկտորում տեսնում եմ, որ հիմա շատ ավելի դժվար է դարձել գնալ sense քննարկումների, զբաղվել իրականում հասարակական գործունեությամբ։ Տիկին Հարությունյան, շատ լավ է ձեր ողջունի խոսքում ասում եք պատրաստական ենք եւ գալիս ենք այս հանդիպումները։ Իհարկե շատ ավելի լավ կարևոր կլինի, որ պետական մարմինները ջանքեր գործադրեն, օրինակ նույն մեր կոալիցիան, որպեսզի ավելի ուժեղանա։ Նույն հասարակական սեկտորը, որ հասկանա, որ ինքը լսված է, հասկանա, որ ինքը պետք է իրականում։ Այստեղ օրինակ սեղանի շուրջ նստած են մարդիկ, որոնք չգիտեմ, կարող իրենց կյանքի կեսը նվիրել են հասարակական գործունեության։ Ու այսօր վերջին շրջանում, երբ որ նայում ենք, այդ չլսված լինեն, որոնք տարբեր ոլորտների, չեմ ուզում հիմա տեղայնացնեմ, դա կլինի մեզ վերաբերվող, օրինակ ՓՄԶ զարգացման խորհրդին վերաբերվող հարցերը, թե ասենք ամենավատ վիճակում պետությունը հայտնված ժամանակաշրջանում, երբ որ կան փորձագետներ, մասնագետներ, որոնք ուզում են օգնեն, պատրաստ են օգնեն, բայց իրենց չեն լսում։ Դրա համար ես հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրավաբանների հայկական ասոցիացիան եւ սեղանին շուրջ նստած մեր բոլոր հասարակական սեկտորի գործընկերներին, ովքեր իրոք այսօր այս օրակարգային վիճակում ժամանակ են գտել, եկել են ու ուզում են այս փաստաթղթի վրա աշխատեն ու ուզում են կարծիք հայտնեն։ Չնայած, ելի կրկնեմ, որ վերջնարդյունքն է կարևոր, որ իր կարծիքից հետո ինքը շատ գնահատված ազգում, երբ որ տեսնում որ այդ կարծիքը լսվել է, քննարկվել է, եթե չի ընդունվել, գոնե իրեն ասվում է ինչու չի ընդունվել, իր մոտ փակվում է այդ հարցը։ Այլ ոչ թե պարզապես տենց ուղարկում են կարծիքի, track change-երով ինչ-որ բան է ուղարկվում ու մնում է այսքան։ Ողջունում եմ մեր բոլոր գործընկերներին եւ արդյունավետ աշխատանք, շնորհակալություն։